Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Հասնենք նպատակին Թող մանկությունը մերակի Հելկանքը լինի Անցնենք փորձությունը Ժոսով հետքերով արկածների հետքերով Անցնենք փորձությունը Ժոսով հետքերով արկածների Պետքա լավ թրմվի Ինչքան լավ Դե Սրա համար բաղադրատոմս գրած չի, աչկա չափով էլի Որ լավ թրմվի, շատ անմահ կդառնանք Անմահի շատն ու քիչը որն է Ոնց որ ասես անսահմանության մեծ ու փոքրը Դավիթ ջան, մաթեմատիկայում երբեմն նման բաներ ասում են, այնպես որ դա ամենալավ օրինակը չէր Այսինքն ուզում ես ասես, որ անսահմանությունը մեծ ու փոքր է լինում Դավիթ, ես ուսուցիչ չեմ, կմեծանաս, կսովորես, կիմանաս Կներեք էլի, ինչ եք անում Կանենք կիմանաս, Ալբերտ ջան, դու հիմա շատ մեծ իրադարձության մասնակից ես լինում Նայ, որ միջև հիմա հավատում է Ամենաշատը քեզնից չէի սպասի, որ հրաշքների կհավատաս Ընկերներ, ես սկեպտիկ պատանի եմ, բա որ կատարվի Ինչը կատարվի կատարվի, իմանաս Բա որ չէ, կատարվի Այ մարդ, որ չկատարվի, ոնց ես իմանալու Հա Շահանե Լավ, հիմա գալիս ենք Շահանեներ, ասում է Օնիկա եկել է, մասունքները գտել է, ձեզ է սպասում Ալբերտ ջան, դե մեր մասին երգ կգրես եւ թող մեր հիշողությունները Հանգստացի, ես քեզ կպաշտպանեմ Ընկերներ, դուք մինչև հիմա ինձ չեք խաղացնում, բայց պարոն Արմենը ձեզ հետ է Ես Օնիկի հետ կխոսեմ, համ էլ սա ավելի լավ կթրմվի Դե գնացինք Չէ, մենք կգնանք Էլ ինչ կուզեիր Մարիա Լավ Մարիա Տղաները հիմա կհասնեն Իսկ ինչի մենակ տղաները Ինչ իմանամ, կգան կհարցնես Կաղցած ես? Այո Չգիտեմ ինչու, խնձորը դիցաբանական պատմություններում հաճախ հանդիպում է որպես ստի, խաբեության ու խարդախության խորհրդանիշ։ Բայց ես խնձոր շատ եմ սիրում, բարի ախորժակ։ Լսում եմ Հեսա լոկացիա եմ ուղարկում, կգաս Ինչի Ես գիտեմ, որ դու վախկոտ ես, բայց ինձ թվում է, որ պատանիներից չես վախում, չէ? Տղերք, իմ մտքից են փաստը դուրս չի գալիս, որ ես ուզում եի Օնիկ դառնալ։ Դուք ինձ փրկել եք։ Մորեղբորս անունն էլ Օնիկ, արտակարգ մարդը Հա, բայց ու Դավիթ չի։ Մի հատ այդ պահը նորից Դե նայեք, դուք բոլորդ էլ որ մասնագիտություն ընտրեք ու դառնաք այդ մասնագիտությամբ, ուզենալու եք լինեք անհատ։ Բայց ես, որ ուզում եմ ինչ-որ մի բան դառնալ, ուրիշ անհատի էի ուզում նմանվել։ Դե անհատել կա, անհատել Չէ, Պարոն Արմեն, իմ անհատը օրինակի համար, քո անհատին չի խանգարի։ Բայց ես չեմ հիշում, որ դու ասած լինես ուզում եմ դառնալ Օնիկ, դու հնագետ էիր ուզում դառնալ Ճիշտ ասում, քեզ հազարամյա փոշիների տակ թաղվածը չէր գերել Դե, ես էլ եմ ինձ դրանով հույս տալիս։ Ես այդպես համաձայն չեմ
Փորձերի համար եմ վերցնում։ Դրա հետ չեմ։ Մենք այստեղ անտեղյակ ու անորոշ կանգնած ենք, իսկ իրանք այնտեղ հարցեր են պարզում։ Ես էլ եմ գնում։ Աննա, սպասիր, տա գլխով որոշումներ մի կայացրու։ Ալբերտ, դու ոչինչ չես հասկանում։ Երևի դեռ մեր ընկերը չես։ Ինչ ա եղել Օնիկ ջան։ Կանչել ես, եկել ենք։ Դավիթ, ես քեզնից խորը հիասթափված եմ։ Արմեն, քեզանից էլ չէի սպասում, իսկ ես սիրտս բացել էի քո առաջ։ Օնիկ ջան, ես քո սրտաբացության մասին ոչ ոքի ոչինչ չեմ պատմել։ Համել ես պրոֆեսիոնալ եմ։ Եվ հետո Օնիկ ջան, ըս պատանիներ էիր գտել, ուզում էիր շահագործեիր։ Երազում ես երազի Օնիկ ջան, մենք նույնիսկ ողջունում ենք, բայց քո հաշվին երազի։ Չէիք ուզում չօգնեիք։ Օնիկ ջան, դու որ քո երազանքների մասին մեզ պատմեիր, մենք հիմա վաղուց կենաց ծառը գտած ու քո երազանքը կատարած կլինեինք։ Ոնց որ Ալբերտին օգնեցինք։ Ոնց որ մեզ ենք օգնում ամեն օր։ Տղերք, օգնեք։ Օնիկ ջան, արդեն ուշ է։ Էս դու, էս մասունքներդ։ Գնա, գտի։ Ու հասի երազանքներիդ։ Բայց որ մեզ լսես Օնիկ ջան, ավելի լավ է ամեն ինչ առանց խարդախության անես ու ամենակարևորը ինքնուրույն։ Շահանե։ Շահանե։ Շահանե ջան, Ոյ, աղջիկներ, չէի նկատել ձեզ ողջույն։ ինչ ես անում։ Աննա, գրադարանը բացելու ժամանակն է։ Ամեն ինչ պատրաստ է։ Հերթը հասել է թղթաբանությանը։ Հա, թղթաբանություն ես կարդում։ Այո, այստեղ մի շարք օրենքներ են գրված, օրինակ Հայաստանի Հանրապետության գրադարանների եւ գրադարանային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից, սույն օրենքից։ Ես մտածում էի իրավաբան դառնալու մասին, բայց հետո փոշմանեցի։ Ոնց մտածում էի։ Բա ուսուցչուհին։ Ես մի օր կդառնամ ուսուցիչ, երբ պատրաստ լինեմ ուսուցանել։ Ես վատ ուսուցիչ եմ եղել։ Չէ, ինչ ես խոսում, Շահանե, դու ինձ շատ ես օգնել ու ուղղորդել։ Քո խորհուրդներն են ինձ օգնել հասկանալ, թե ինչ եմ ուզում։ Ու ինչ ես փնտրում։ Անհուն գիտելիք։ Աննա, փորձում ես ստել։ Ես խոստանում եմ, մենք կվերադառնանք այս խոսակցությանը։ Տղերքն ուր են։ Նրանք այլ վայրում են հանդիպել։ Ինչի։ Որ դուք չգաք ու չխառնվեք։ Ավելի լավ է ինձ ասեք տեսնեմ, կենաց ծառը հանձնեցիք թանգարան։ Չհասկացա։ Որտեղ է կենաց ծառը։ Ալբերտի փորձասենյակում է։ Հենց հիմա գնացեք, վերցրեք ու տարեք հանձնեք թանգարան։ Բա չսպասենք վերջացնեն նոր գնանք։ Ոչ, անկախ նրանից, թե նրանք ինչ կորոշեն այս ընթացքում, ձեր արած գործը ավելի ճիշտ կլինի։ Արագացրեք։ Հետո կնստեք այստեղ այնտեղ մեծահոգությունից կխոսեք։ Դավիթ, իսկ ես քեզ անկեղծորեն ուսուցանում էի։ Բայց դու ոչ մի բան չգիտես։ Ես քեզ սովորեցրել եմ սունկ խորովել։ Ու թունավորվել ես։ Քեզ սովորեցրել եմ աշխատանքային պայմանավորվածություն ձեռք բերել։ Հա, դրա համար է մինչև հիմա աշխատավարձս չես տվել։ Դե հերիք եղավ։ Դու ճիշտ ես։ Ես ոչ մի բան էլ չեմ սովորեցրել։ Բայց ես բարի հոգի ունեմ, Դավիթ։ Երբ քեզ առաջին անգամ սարերում տեսա, ես չգիտեի, որ դու ընկերներդ այդքան տաղանդավոր եք։ Ես տեսել էի մի փոքրիկ լքված պատանու ինձ նման, մենակ ու ուզում էի անկեղծորեն օգնել։ Իսկ հիմա դու գնում ես, լքում ես ինձ։ Դե գնա, վերջ։ Անշնորհակալ։ Ընկերներիս էլ չնեղացնես։ Ալբերտ։ Տեսնես սուրա։ Մարիա, վստահ ես։ Բա որ Արմենը ասի լավ չէր թրմվել։ Ալբերտ ջան, այդ ինչ պորտկում էր։ Կարող է սեանսի ժամանակ կիսվես հետս։ Չէ, ոչ մի սեանս։ Ես ձեր ընկերն եմ, թե չէ։ Իհարկե։ Բա ինչի եք ինձ անդադ հետ քաշում ձեր խնդիրներից։ Ալբերտ ջան, նայ, մենք վերջերս պարտեցինք, որ կա մեծ ու փոքր անսահմանություններ։ Դե նենցա որ դու մեր ընկերն ես, բայց մենք քեզ չենք ուզում էլի խնդիրների մեջ ներքաշել։ Բա մեզ ինչ ես ներքաշում որ։ Ուսուս մնա։ Լավ։ Բայց մենք գնահատեցինք քո ընկերասիրությունն ու պատրաստակամությունը, նենց որ հետո չբողոքես։
Հան։ Ինչ ա եղել։ Եվ ինչ են անում նման իրավիճակներում, պարոն Կախարդ։ Դե ես առաջին անգամ եմ նման բանով զբաղվում ու գույնից ենթադրում եմ, որ քարերի գույնն է։ Ես առաջարկում եմ սա թափենք մի կողմ, կենաց ծառը հանձնենք թանգարանին ու վայելենք մեր պատանեկան օրերը։ Մարիա, դու ճիշտ ես։ Պետք է սա փորձաքննության ենթարկել ու տեսնել, եթե կյանքի հետ անհամատեղելի միկրոբներ չկան, խմել ու անմահանալ։ Դուք ուղղակի անուղելի եք, ես չգիտեմ ձեր հետ ինչ լեզվով խոսեմ։ Պետք է նորը վերցնել։ Ուր գնացին։ Ընդհանրապես պարզ չի, բայց տես մենք էլ հարցեր չենք տալիս։ Նման դեպքերում ուղղակի պետքա սպասել ու վերջ։ Ես գնում եմ Շահանեին ամեն ինչ պատմեմ։ Գոր։ Գորն ու Աննան իրար էր սիրում։ Ընդհանրապես պարզ չի, բայց տես մենք էլ հարցեր չենք տալիս։ Բոլոր մասունքները ինձ մոտ են, կենաց ծառի պատկերը դիմացս է, բայց ես պատկերացում չունեմ, թե որտեղ պետք է փնտրեմ կենաց ծառը։ Այ ընկեր ջան, ինչ ես գոռում գոչում։ Ես դու ես մասունքներդ, ինձ քեզից էլ ոչ մի բան պետք չի։ Գնանք, դուք էլ կգտնեք մասունքները։ Իմ գառները ավելի են բռնող ու կարեկցող են, քան դու։ Դու գնա օքեբանի մոտ, այ ընկեր ջան։ Պետքա համարը կտամ։ Գրի, պարոն Արմեն։ Անցպասի, ուր ես տեն շտապում։ Պետքա մեծին լսել ու չսխալվել։ Ով ասաց, բայց կարողա պետքա սխալվել։ Գոր, քեզ ինչ եղավ։ Չգիտեմ, Արմենին հավատում եմ, ուզում եմ, որ դու էլ հավատաս։ Արմենին նույնիսկ Արմենը չի հավատում, գնացել է լաբորատորիա։ Այ դրա համար էլ վստահում եմ։ Այո, խոստովանում եմ։ Մենք կայացրել ենք այնպիսի որոշումներ, որոնք ազդել են ոչ միայն այս նյութի պատրաստման, այլ նաև մեր բոլորի ճակատագրերի վրա։ Էս ինչ է։ Անմահության թուրմ։ Լուրջ եք խոսում։ Ալբերտ ջան, կամ խմի, կամ կախարդական ժամը մի փչացրու։ Չէ, լավ է, դուք անուշար եք։ Սա հաստատ անվնաս է, Արմեն։ Դե ըստ մեր հետազոտությունների մենք հիմա մաքուր ջուր ենք խմում, Աննա ջան։ Բա գույնը։ Հրաշքներ, Դավիթ։ Հրաշքներ։ Խմենք։ Չէ, լավ, հələ մի վարքյան։ Լուրջ ինչ որ մարդ կա, որ հավատում է այս ամենին։ Հա, ես։ Ես էլ։ Չէ, զուտ հավես է։ Ես ընդհանրապես դեմ եմ, որ սա խմենք։ Բա ինչի ես խմում։ Դե ընկերություն է բանը։ Հա, տեսար Ալբերտ։ Դե լավ էլի։ Այդ չի ասում, խղճիս ընդհանրապես չի նստում։ Ոնց որ Օնիկի երազանքը գողանանք։ Կա նման միտք։ Ապրես, Դավիթ։ Ինչ։ Չէ, էդ էր մնում պակաս։ Ես համաձայն եմ։ Մեկը չի աշխատելու, բայց գոնե կիմանա, որ փորձեց։ Բայց որ Օնիկը գա այստեղ, կենաց ծառը հաստատ գողանալու է։ Դրա համար, մինչև Օնիկին զանգելը, դու գոռը կենաց ծառը տարեք թանգարան։ Լավ, գոր գնացինք։ Անհասանելի է։ Անհասանելի է։ Դավիթ, մենք առաջին անգամից էլ հասկացանք։ Անհանգստանում եմ։ Որտեղ գնացած կլինի։ Օնիկը, ուր ասես։ Գոր արի չխմենք էլի։ Դե լավ էլի, էլ մի սկսի։ Հերթական արկածա։ Բա որ խմենք մի բան լինի, թունավորվենք, մեկը չլինի մյուսներին օգնի։ Ալբերտը կա։ Կզանգի փրկարարներին։ Խոսքը փրկարների մասին է գնում, աչքերից փայլում է, թեկուզ եւ քեզ եմ փրկելու։
Փրկարար ասելիս աչքերս փայլում են։ Չգիտեմ ինչու է այդպես։ Տեսնես իմ աչքերը ինչից է փայլում։ Գոռ ասելիս։ Գոր։ Չգիտեմ, ես դու ես քո աչքերը։ Գնա ինչից ուզում ես փայլացրա։ Էլի նեղացար։ Ես նեղացկո չեմ։ Հա լավ։ Օնիկ։ Օնիկ։ Օնիկը։ Օնիկ ջան, ստխրում ես։ Մասունքները գտար։ Ինձ պետք չի ոչ մի մասունք։ Դուք էլ պետք չեք, գնացեք։ Օնիկ ջան, բայց լավ լուրով ենք եկել։ Մենք քո երազանքը կիսատ չենք թողնի։ Եվ լսում եմ, Պետք է գաս մեր հետ։ կգամ։ Գնացիք։ Բա ես կենաց ծառը ուր է։ Ապախով ձեռքերում է։ Էս հաստատ է թուրմն է։ Հա։ Շահանեն գիտի։ Ոչ մի դեպքում։ Սա հույժ գաղտնի ծիսակաթրություն է։ Վերջին անգամ եմ ձեզ կոչանում չխմել։ Ալբերտ լրի էլի։ Հարգելիներս, սիրելիներս։ 3 2 1 Հավաքվել ենք մենք ընկերներով, ընտրում ենք արկածներ, Սիրում ենք մենք հաղթահարել տարբեր փորձություններ։ Մարիա, Աննա, Արմեն ու Գոր, տևում ենք քարտեզին, Գնում ենք մենք ճամփաներով, որ հասնենք նպատակին։ թող մանկությունը մեր ակտիվ հերթանքը լինի, անցնենք փորձությունը ճոսով հետքերով արկածների հետքերով, անցնենք փորձությունը ճոսով հետքերով արկածների։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։